Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրը ստացել է տասնյակ միլիարդավոր դոլարների պատվերներ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Զենք և ռազմական տեխնիկայի տեսակների մեծ մասն անընդհատ կատարելագործվում և արդիականացվում է, ինչը զգալիորեն բարձրացնում է դրանց մարտավարական և տեխնիկական բնութագրերը, հեռահարության, ճշգրտության և կրակի վնասի առումով։ Ռուսաստանը պահպանում է իր առաջատար դիրքը համաշխարհային զենքի շուկայում, լինելով արտահանողների հնգյակում։ Նման ցուցանիշը ևս մեկ անգամ հաստատում է արտադրվող ռազմական արտադրանքի որակը, հուսալիությունը և արդյունավետությունը։ Ռազմական գործողությունների վարման ռուսական փորձը, ներառյալ մարտավարության փոփոխությունները և սպառազինության տեխնիկական կատարելագործումն ուշադիր ուսումնասիրվում է արտերկրում։ Համաշխարհային զենքի շուկայի ապագան կայանում է առաջադեմ մշակումների, այդ թվում արհեստական բանականության կիրառման մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, և նրա հիմնական ուղերձը կլինի կոչ անել դաշնակիցներին զգալիորեն ավելացնել պաշտպանության ծախսերը, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը։ Մենք ակնկալում ենք, որ նախագահ Թրամփը կմասնակցի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, հիմնական ուղերձը կլինի ֆինանսական բեռի բաշխումը։ Նախագահը հստակեցրել է, որ եվրոպացի և կանադացի դաշնակիցները պետք է համապատասխանեն Միացյալ Նահանգներին պաշտպանական ծախսերի առումով, ասել է նա։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հռոմի Պապ Լևոն 14-ին հրավիրել է այցելել կազմակերպություն, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մասնավորապես պատրաստակամություն է հայտնել զարգացնելու Միավորված ազգերի կազմակերպության և Սուրբ Աթոռի միջև համագործակցությունը։ Գլխավոր քարտուղարը հրավիրել է Նորին Սրբությանը այցելել Միավորված ազգերի կազմակերպություն։ Նա անհամբեր սպասում է Նորին Սրբության հետ հանդիպմանը, քննարկելու համատեղ ջանքերը մեր անհանգիստ աշխարհում ընդհանուր արժեքները առաջ մղելու համար, ասել է Հաքը։ Համբուրգի կենտրոնական կայարանում դանակով հարձակման զոհերի թիվը հասել է 12-ի, 3-ի կյանքը վտանգի տակ է, հայտնում է NDR-ը։ Հրշեջ ծառայության խոսակի խոսքով 3 մարդ ստացել է կյանքին սպառնացող վնասվածքներ, 3-ը լուրջ, իսկ 6-ը թեթև վնասվածքներ, հաղորդում է NDR-ը։ Ավելի վաղ Bill թերթը հայտնել էր, որ 8 մարդ վիրավորվել է, իսկ 1 կին ձերբակալվել։ Իր հերթին քաղաքային ոստիկանությունը մինչ այժմ միայն հաստատել է այն փաստը, որ կայարանում ուժեղացված ծառայություն է իրականացվում։ ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակումը և հույս ունի, որ այն կշարունակվի, հայտարարել է Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի մամուլի խոսակի տեղակալ Ֆարհան Հաքը։ Մենք հույս ունենք, որ ռազմագերիների փոխանակումը կշարունակվի և կդառնա իրավիճակի լիցքաթափմանն ուղղված ընդհանուր ջանքերի մի մասը, ասել է Հաքը պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։ Ռուսաստանը է վերադարձել ուկրաինական գերությունից 270 զինծառայող, ինչպես նաև 120 քաղաքացիական անձիկ, այդ թվում Ուկրաինայի զինված ուժերի կողմից գերեվարված Կուրսկի մարզի քաղաքացիական անձանց։ Փոխարենը ուրբաթ օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ուկրաինացի 270 ռազմագերի և 120 քաղաքացիական անձ է փոխանցվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ վերադարձված ռուս զինծառայողներն ու քաղաքացիական անձիկ այժմ գտնվում են Բելարուսում, և նրանց տրամադրվել է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։ Ռուսական կողմի նախաձեռնած լայնածավալ փոխանակումը նախատեսվում է շարունակել առաջիկա օրերին։ Բաքվում տեղի է ունեցել Արցախի գերեվարված առաջնորդների դատավարության հերթական նիստը։ Այսօր հարձակվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Հարությունյանը խոսել է 2020 թվականին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհուրդների համատեղ նիստին մասնակցելու մասին։ Նա ասել է, որ 2020 թվականին ցանկանում էր բանակցել Ադրբեջանի հետ և վերջնական համաձայնության հասնել։ Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 26-ին։ Հիշեցնենք, հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատավարությունը։ Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք։ Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։
Այսօր ժամը 10:40-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարի գետում Հրազդան ջեկի մոտակա կամրջի մոտ հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ Այս մասին գրել է ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Ցավակցում ենք փոքրիկի հարազատներին, համայնքի բնակիչներին, կիսում կորստյան ծանր վիշտը, գրել է նա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը ստորագրել է մի շարք գործադիր հրամանագրեր, որոնք ուղղված են երկրի միջուկային էներգիայի արդյունաբերության արագացմանը, այդ թվում նոր ռեակտորների համար կարգավորիչ պահանջների մեղմացմանը եւ միջուկային էներգիայի արդյունաբերության եւ պաշտպանության նախարարության միջև համագործակցության ամրապնդմանը։ Սպիտակ տան կողմից միջոցառման հերարցակման համաձայն ամերիկացի առաջնորդը Օվալաձև աշխատասենյակում կայացած արարողության ժամանակ ստորագրել է ընդհանուր առմամբ 4 փաստաթուղթ։ Մեր առաջին հրամանը վերաբերում է պաշտպանական օբյեկտների, ինչպես նաև արհեստական բանականության վրա կենտրոնացած օբյեկտների համար անհավանական քանակությամբ էներգիայի անհրաժեշտությանը։ Այս հրամանակարագասի նման օբյեկտներում մասնագիտացված միջուկային ռեակտորների հաստատումն ու ընդունումը, ասել է նա, առաջին հրամանը ստորագրելուց առաջ։ Նա նաև հավելել է, որ հրամանագիրը կստեղծի հատուկ ներկայացուցիչ պաշտոն Միացյալ Նահանգներում եւ ռազմավարություն միջուկային տեխնոլոգիաների արտահանման համար։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը համաձայն Սիրիայի հետ գործարքներ կատարելու նոր լիցենզիայի չեղարկել է սիրիական ավիաընկերությունների, մի շարք բանկերի եւ նավագնացության ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները, սակայն նշել է, որ Ռուսաստանի, Իրանի եւ Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության հետ գործարքները շարունակում են արգելված մնալ։ Այս ընդհանուր լիցենզիան թույլ չի տալիս Ռուսաստանի Դաշնության կառավարության, Իրանի կառավարության, Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության կառավարության համար կամ նրանց անունից որևէ գործարք կատարել կամ կապված լինել ապրանքների, տեխնոլոգիաների, ծրագրային ապահովման միջոցների ֆինանսավորման կամ ծառայությունների փոխանցման կամ տրամադրման հետ դեպի Իրան, Ռուսաստան կամ Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետությունից կամ Իրանից, ասվում է լիցենզիայում։ Լիցենզիայի հավելվածում թվարկված են այն ընկերությունները, կազմակերպությունները եւ անհատները, որոնց հետ այժմ թույլատրվում են գործարքներ կատարել, այդ թվում Սիրիական արաբական ավիաուղիները, Սիրիայի առևտրային բանկը, Սիրիայի կենտրոնական բանկը, Սիրիական գազային ընկերությունը, Սիրիական նավթային ընկերությունը, Լաթակիայի նավահանգիստը, Սիրիայի էներգետիկայի նախարարությունը եւ Սիրիայի զբոսաշրջության նախարարությունը։ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումը երկու երկրների միջև նոր հարաբերությունների հաստատման առաջին քայլն էր, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո։ Այսօրվա գործողությունները ներկայացնում են նախագահի տեսլականի իրականացման առաջին քայլը Սիրիայի եւ Միացյալ Նահանգների միջև նոր հարաբերությունների վերաբերյալ։ Նախագահ Թրամփը Սիրիայի կառավարությանը հնարավորություն է տալիս խթանել խաղաղությունն ու կայունությունը, ինչպես Սիրիայի ներսում, այնպես էլ հարևանների հետ Սիրիայի հարաբերություններում, ասել է Ռուբիոն պետդեպարտամենտի կողմից հրապարակված հայտարարության մեջ։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների 5-րդ փուլն ավարտվել է առանց որևէ համաձայնության։ Կողմերը համաձայնել են շարունակել քննարկումները, հաղորդում է Wall Street Journal-ը։ Ավելի վաղ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանն ու Միացյալ Նահանգները ավելի մեծ փոխըմբռնման են հասել Հռոմում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից հետո։ Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցությունների 5-րդ փուլն ավարտվեց առանց համաձայնության, սակայն կողմերը համաձայնեցին շարունակեն քննարկումները։ Պնդում հրատարակությունը։ ԱՄՆ-ն եւ Իրանը ձգտում են սահմանել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի պարամետրեր, իսկ համաձայնագրի կարևոր մանրամասները նախատեսվում է քննարկել ավելի ուշ։ Վրաստանն ամբողջությամբ արգելել է Ռուսաստանի եւ Բելարուսի քաղաքացիներին երկրից ավտոմեքենաների արտահանումը, հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալությունից։ Մենք հաստատում ենք, արգելքը ուժի մեջ է մայիսի 15-ից, եղել է համապատասխան հարցի պատասխանը։ 2023 թվականին Թբիլիսին արգելել էր ԱՄՆ-ից եւ Եվրամիությունից ներմուծված մեքենաների վերարտահանումը Ռուսաստան եւ Բելարուս, այդպիսով միանալով այն պատժամիջոցներին, որոնք վերաբերում են 1.9000 խորանարդ սանտիմետրից ավելի շարժիչի ծավալ ունեցող մեքենաներին, ինչպես նաև բոլոր տեսակի էլեկտրական եւ հիբրիդային մեքենաներին։ Սակայն վրացական իշխանությունները չեն սահմանափակել ռուսներին եւ բելարուսներին մեքենաներ արտահանել այլ երկրներ։ Հիմա այս հնարավորությունը նրանց համար փակ է։ Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների խոշոր փոխանակում են իրականացրել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խոշոր գերիների փոխանակումը հենց նոր ավարտվեց։ Այն ուժի մեջ կմտնի մոտ ապագայում, շնորհավորում եմ երկու կողմերին բանակցությունների կապակցությամբ, ասել է Թրամփը։
Նա չի հստակեցրել, թե արդյոք սա փոխանակում է 1000-ի դիմաց բանաձևի հիման վրա։ Նախորդին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանը Ուկրաինայից ստացել է այս բանաձևով փոխանակման պատասխան ցուցակ։ Մայիսի 23-ին քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ազգային ժողովում հանդիպել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ։ Տեղի ունեցել նախնական քննարկում 2026-ից 28 թվականների միջնաժամկետ ծախսերի եւ նախատեսվող քաղաքականությունների շուրջ։ Բերդ համայնքի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչները անցած գիշեր մայիսի լույս 23-ի գիշերը հրաձգային զենքերի ձայներ են լսել։ Այս մասին հայտնել է լրագրող Ոսկան Սարգսյանը։ Մովսեսի բնակիչները հայտնել են, որ մայիսի 23-ի գիշերը խոշոր տրամաչափի գնդացիրների կրակահերթի ձայներ են լսել։ Դրանցից հետո ավելի փոքր տրամաչափի զենքերի։ Տարադրամի փոխարժեքները մայիսի 23-ի դրությամբ։ ԱՄՆ դոլարի արքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը 386 դրամ։ Եվրոյի արքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը 439 դրամ։ Ռուսական ռուբլու արքի առավելագույն արժեքն է 477 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը 487 դրամ։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևան քաղաքում մայիսի 23-ի ուշ երեկոյան, 24-ին, 27-ին երեկոյան, 28-ին գիշերը եւ երեկոյան հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամուշ գնացում։ Մայիսի 25-ից 26-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում մայիսի 23-ին ուշ երեկոյան, 24-ին, 25-ին եւ 27-ին կեսօրից հետո, 28-ին գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։